Աշխատել ուղիղ եթերում, ինչպես խոստացել եմ, հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը, բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քիչ առաջ էլ մենք ուղիղ եթերում էինք Հայկ Այվազյանի հետ, ներկայացրեցինք երեկվա ողջ լրահոսը, չնայած Նիկոլը ոչ մեկին հանգիստ չի թողնում, գրեթե ամեն ժամ, ամեն պահ նոր բան է գալիս, այս անձը ձերբակալվեց, այս անձը կալանավորվեց, այստեղ դատն է, մի խայտարակ բան է հայտարարում, քաղաքական ուժերը տարբեր տեղերում ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, հիմա ասուլիսներով են հանդես գալիս եւ ոչ միայն ասուլիսներով, հիմա այս պահին նաեւ ակցիաներ են իրականացնում տարբեր տեղերում, այսպիսի իրավիճակ է, հիմա կասեմ թե ինչու, բայց մինչ այդ մի զարհուրելի ինֆորմացիա կա, Սյունիքի մարզում, Երևան TD-ին է գրել, Սյունիքի մարզում շիկահողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների եւ ճանապարհների բացման համար մոտ 60 հեկտար անտառ է հատվել։ Շրջակա միջավայրի նախարարը որպես կառավարության անդամ առավել կարևորում է խաղաղության օրակարգը, էկոհամակարգի վնասների գնահատումն արկախվել է։ Սովորաբար նման բան կարդալուց հետո, թեկուզ են 10,000 մարդի թե տվել է Նիկոլին, պետք է երևի չակերտավոր շնորհավորել իրենց եւ ասել, թե ինչ սարսափելի ողբերգություն բերեցին մեր գլխին իրենց քայլով։ Եվ ոչ միայն իրենց քայլով, Նիկոլն էլ շարունակում է իր հայով այդ հայտարարությունը հաստատել։ Մենք գիտենք, որ քիչ առաջ ցուցադրեցին, գիշերը նաև մտել են Հայաստան դաշինքից նախկին падգամավոր Արեգ Նազմանուկյանից բնակարան, ինքը գիտեք հիմա Բարգավաճ Հայաստանի հետ միասին էր, միացել էր Մայր Հայաստանը, Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ձերբակալված է շինծ ու գործով, ամենայն հավանականությամբ այդ գործի հետ էր կապված նաև Արեգ Նազմանուկյանը բնակարան մուտք գործել է քննչական կոմիտեի, հիմա ինքը քննչական կոմիտեի մեջ կհետևենք, տեսնենք թե ինչ նոր բաներ կան։ Երեք սարսափելի բան տեղի ունեցավ, ուրեմն մի քանի տարածքներում ընտրատեղամասերի հետ կապված, որ բողոք էր ներկայացրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսօր 3:08 ժամին ուրեմն ուսումնասիրել է այդ բացահայտ կրկնա նորից ուսումնասիրելով այդ վերահաշվարկից հետո պարզվել էր, որ Բարգավաճ Հայաստանը հաղթել է եւ այնտեղ շատ ձայներ ունի եւ ոչ ավել ոչ պակաս ինչ է որոշում ղեկավարը որոշում է չեղյալ հայտարարել, ասելով որ այդ տեղերում գիշերը զինվորականները եկել են եւ ընտրություններ են իրականացնել։ Մենք գիտենք, որ 20:00-ից հետո միջև մոտավորապես գիշերվա 3-ը հաջորդ օրվա ընտրություններ են իրականացնել զինվորականները, պարզ է չէ, որ զինվորականները ում հրահանգով են իրականացնել, այսօրվա իշխանության իրենք ձայն են տվել Նիկոլին եւ դրա կեղծիք է, բայց այդ ամենով հանդերձ այնտեղ շատ ձայներ է ստացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, իրենք վերջերն հայտարարեցին։ Այսպիսի ավազակապետություն, ինչպես ասում է Սուրենյանցը, մենք դեռ չենք տեսել կամ երևի ամենատխուր հիշողությունները կապված են 30 տարի առաջ 96 թվականի ընտրությունների հետ։ Այս պահին Բաքվում մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացել, այստեղ ժամը ուրեմն 13-ից ԲՀԿ-ն ծրագրել է բողոքի ակցիաներ եւ իրականացնում է, դրա մասին խոսեց նաեւ պարոն Սուրենյանցը, եթե Նիկոլ Փաշինյան դադար չտա իրավական բեսպրեդելին եւ այս կամայականություններին կառավարության բոլոր շենքերը եւ Երևանի բոլոր փողոցները տասնյակ հազարավոր մարդկանցով հեղեղվելու են։ Ուրեմն եւ նաեւ սա այլանդակություն որակեց այս որոշումը ԿՀ-ի Իվետա Տոնոյանը, ասել որ սա իսկապես այլանդակություն է, Գագիկ Ծառուկյանը եւս խոսել է, սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ միասնական օրակարգով քայլերի մշակման համար շատ ուշ ժամին նաեւ ուղիղ եթերում էր ուրեմն իշխան Սաղաթելյանը ասելով որ սա այլանդակություն է, ապօրինություն է, միասնական ընդդիմությունը ինչ որ քայլեր ձեռնարկելու է։ Նարեկ Կարապետյանն էլ ուշ ժամին հայտարարել է, որ հրատապ հայտարարություն այլևս պաշտոնական ընտրակեղծիքներ կրկնա ընտրություն պետք է լինի, այսպիսի պահանջ է դրված, բոլոր քաղաքական ուժերը պետք է դատապարտող հայտարարությամբ հանդես գան, հայտարարել է իշխան Սաղաթելյանը, որոշ ընտրատեղամասերում Բարգավաճ Հայաստանի քվեները անվավեր են ճանաչվել, այսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի կարող, գրել է Մայր Հայաստան կուսակցության անդամ Գևորգ Ստեփանյանը եւ այսպիսի բազմաթիվ հայտարարություններ ուշագրավ մեկ այլ բան Ռադա նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ arciepiskopos Եզրաս Ներսիսյանին
Ռուսաստանի օրվա կապակցությամբ նաև կարոտով սպասում է Նիկոլ Փաշինյանը, թե երբ պիտի Ռուսաստանի Դաշնության ղեկավարը իրեն շնորհավորի ըստ իրեն ընտրվելու կապակցությամբ կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, այդպիսի բան մենք դեռ չենք տեսնում, ընդհակառակը Ռուսաստանի Դաշնության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մենք տեսնում ենք դատապարտող հայտարարություններ, որ տեղի ունեցել մեծ լայնամասշտաբ ընտրակեղծիքներ եւ դա ազդել է ընտրությունների վրա։ Հիմա խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը, որովհետև այսօրվա լոկոմոտիվ ուժը ընդդիմության դա ուժեղ Հայաստանն է, իր առաջնորդով Սամվել Կարապետյանով, որ ընդամենը 3 ամիս առաջ մտավ այս պայքարի մեջ, անարդար պայմաններում, որովհետև ինքը կալանավորված էր, տանից նրան թույլ չէր տրվում Խարոզարշավին, այսինքն իր ընտրողների հետ հանդիպել եւ ռեալ իրական ամբողջական Խարոզարշավ իրականացնել, այս ամենով հանդերձ կարող ենք արձանագրել, որ հաղթանակ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել։ Ինչ է ասել Սամվել Կարապետյանը։ Իսկ դուք վստահ եք, որ չենք հաղթել։ Դատարանի բակում ասել է Սամվել Կարապետյանը, արձագանքելով լրագրողի այն ասացին, որ շատ վստահ էինք, որ իրենք հաղթելու են։ Դիմել ենք սահմանադրական դատարան եւ ԿՀ, որ ընտրությունների արդյունքները չեղարկվեն, նշանակվի երկրորդ փուլ, ասել է Սամվել Կարապետյանը։ Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, Հայաստանը չունի լեգիտիմ իշխանություն, պնդել է նա, ավելացնելով, եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ։ Մեր հարցը խորհրդարանում չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, այս երկիրը դարձրել է Դուքյան։ Եթե գիտեք, որ խորհրդարանում ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փողոցային տարբերակով, ասել է Կարապետյանը, ուրեմն քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Վերլուծաբան քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, абսուրդ, հայտնի չէ թե ինչու, ընտրության օրը մենք 3 ամիս եւ 20 օրվա կուսակցություն էինք, տերորի պայմաններում ինչ կարողացել ենք արել ենք, ընտրության օրը մեր 150 շտաբների ղեկավարներին ձերբակալել են, սա կարող է լեգիտիմ ընտրություն լինել, 150 միայն ուրեմն շտաբների ղեկավարներին են ձերբակալել, նաև վստահված անձանց են ձերբակալել եւ նաև իրենց անդամներին ընդդիմության մոտավորապես 700 անդամի։ Երկրորդ փուլը հեշտ կլինի, որովհետեւ փոշիացնողներ չեն լինի, ես հատուկ եմ փոշիացնողների համար, որ 1000 անգամ առնվազն այս տաղավարից զգուշացրել են, եթե դուք բոլոր հարցումներով չունեք այդ անցումային շերնը, ապա մի ջուր լցրեք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Մարդկանց էլ ասում էինք՝ մի տվեք այն մարդկանց ձեր ձայները, ովքեր փոշիացնելու են, չեն ասնելու, անդադ նշում էինք, որ իրականում այս 3 ուժերն են, որ կարող են հաղթարել, 3 ընդդիմադիր ուժերն են, որ կարող են հաղթարել։ Հիմա տեսակ, որ դուք օգնել եք Նիկոլին, այ հերթական անգամ, որ դուք չեք ուզում գործից կամ ինչ-որանից հասկացող մարդկանց լսել։ Կգնանք երկրորդ փուլ, դատարանի բակում ասել է Սամվել Կարապետյանը, մենք հաստատ Երևանում հաղթել ենք, մենք իր ձայներ սպասել ենք, նորմալ ստացել ենք, այս ընտրություններում հաղթել են թուրքերը, ադրբեջանցիները, ամերիկացիները, ռուսները, բայց պարտվել է հայ ժողովուրդը, ասել է Սամվել Կարապետյանը։ Ահա, այս ամբողջական ներկայացրեցի ձեր տպավորությունը այս ամենին եւ ինչ ակնկալել եւ ինչ քայլերի գնալ։ Տեսեք, վերջին օրերին ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը հուսական վայրի վերումների մեջ է։ Մեկ ուրեմն լավատեսություն, մեկ հույս, կարծեք թե տեսնում է լույսը թունելի վերջում, որոշակի ակտիվություն է հանդես բերում, բայց հետո ինչ-որ մի հատ հարված է ստանում, նորից ուրեմն հուսահատության գիրկն է ընկնում, հետո ինչ-որ դրական ազդակներ, նորից հույզերը դեպի դրականն են գնում, կարծեք թե ամեն ինչ շտկվելու ինչ-որ հույս է առաջանում, մեկ էլ մենք տեսնում ենք, որ ահա այս իշխանության կողմից եւս մեկ անսպասելի, չգիտեմ, հա, օրինականությունից հեռու ինչ-որ քայլեր, մեղմ ասած, տեսեք, օրինակ ես որպես քաղաքացի, չլինելով, ասենք, իրավաբան, ես չեմ հասկանում, ինչ է նշանակում 2 տեղամասերում, չէ, ուրեմն անվավեր համարել։ Ինչ է այդ տեղամասերի բնակիչները, հա, ինչի համար են անվավեր համարել, որ իրենց ձեռքով զինվորականներին տարել են մինչև գիշերվա կեսը։ Եթե դա անօրինական էր, դուք չանեիք։ Եթե հիմա եք ընդունում, որ անօրինական է եւ չգիտես ինչու ամբողջ տեղամասի ձայներն եք անվավեր համարում, ես մտածում եմ, դուք ինչ իրավունք ունեք Նուբարաշենում եւ Սյունիքի տվյալ տեղամասերում ապրող մարդկանց զրկել
իրենց երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձության մեջ իրենց մասնակից լինելու, սա մարդու բնական, չէ, քաղաքացիական իրավունքն է։ Ասես վերցնում ենք ու ջնջում ենք, հա, բա հետո Այսինքն ես այստեղ տեսնում եմ, նորից եմ կրկնում, չլինելով իրավաբան, ես տեսնում եմ լրջագույն խախտում քաղաքացու իրավունքների։ Եթե ես լինեի այդ տեղամասի բնակիչներից մեկը, եսի ծայրահեղորեն հիմա էլ եմ վիրավորված զգում, դու կզգայիր, որ քո ձայնը բան, ահա ինչ որ մի հատ գործիք է, պետք լինի կվերցնեն, պետք չլինի չեն վերցնի։ Սա այսպես որ մեր ժողովրդի հուզական վիճակը, այո, վայրիվերումների մեջ ենք։ Մեկ ուրեմն հուսադրվում ենք, մեկ հուսալքվում եւ իմ բոլոր շփումները մարդկանց հետ ուրեմն այսպես ինչ ասեմ, սա քաոսային տրամադրություններ, թե ինչ է լինելու, չենք հասկանում ինչ է լինելու, բայց բոլոր դեպքերում, գիտեք ինչ, արդեն այն դանակը ոսկորին հասած վիճակը պահպանվում է։ Ես ինքս ընտրության օրերին եւ շատ-շատերի տպավորությունը դա է, երբ հետեւում էինք, տեսնում էինք այդ հերթերը ընտրատեղամասերի մոտ, գիտեք ինչ, այն մարդը, ով կմտածեր, որ դե մեկը ինչ լինելու է, հա, միևնույն է, ես գնամ, չգնամ, սրանք անցնելու են, կամ այն մարդիկ, ովքեր ուզում են, հա, փոքրաթիվ, ես համոզված եմ, շատ փոքրաթիվ մարդիկ, ովքեր ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր ուժը ուրեմն անցնեն, դրանք կարող էին իրենց հետ փոխկապակցված մարդիկ լինել, ուրեմն հասարակության շատ մի փոքր շերտ, որ այդպես էլ ուրեմն իր այդ քարացած վիճակից դուրս չեկավ, այդ մարդիկ այդպես ոգևորված չէին գնա ընտրությունների։ Ընտրությունների գնում էին նրանք, այդպես հերթ կանգնելով, նույնիսկ չգիտեմ, հա, գնում տեսնում էին հեշտեգ, գնում էին հանգստանում էին, մի հատ էլ էին գալիս։ Այսինքն մարդիկ, ովքեր ուզում էին, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր ազգը դուրս գա այս աննախադեպ աղետալի վիճակից։ Գիտեք, երբ Նիկոլենք եկան իշխանության, իրենք հենց այդպես ասեցին, չէ, մենք աննախադեպ ենք։ Եվ այո, այս բոլոր տարիները ցույց են տալիս, որ իրենք իսկապես աննախադեպ են, բայց թե աննախադեպ ինչ են, այսը արդեն հարցի մյուս կողմն է։ Ընտրողների, Նիկոլին ընտրողներին ինչ խմբերի կբաժանեիք եւ հիմա ինչ կարող ենք ասել։ Տեսեք, Նիկոլին ընտրողները, ես ուրեմն եկեք արձանագրենք, որ բազմաթիվ խախտումներ եղել են, արդեն դիմել են կա, այդ ամենը հրապարակվել է, ձայնագրություններ կան, կրկնընտրություններ կան, խախտվել է 20:00-ից հետո խախտվել է արդեն այդ ժամանակ եւ դրանից հետո են ընտրություններ իրականացրել, Նիկոլն է խախտել, հայտարարել է, որ ես խախտող եմ ընդամենը 10% հաշվարկելուց հետո, լույսերն են անջատվել մի շարք տեղերում, էկրանից կա այդ հաշվարկի ժամանակ ողջ այդ պատկերն է, հեռացել այս ամեն ինչը արվել է, բայց եկեք ընդունենք, որ հիմա չգիտեմ 30% որ մի շերտ կա, որ գնացել եւ ընտրել է Նիկոլ։ Հիմա ես փորձեմ դասակարգել։ Ուրեմն մենք փոքր երկիր ենք եւ իշխանության լծակներ ունեցող մարդիկ, դա նույն Նիկոլն է, կառավարության անդամներ, նախարարներ եւ այլ, այն մարդիկ, ովքեր մանավանդ այս տարիներին հանկարծակի հայտնվել են ինչ որ դիրքերում, որ երևի չէին էլ երազի, որ կարող է պատահի իրենք պետական համակարգում այսպիսի դիրք գրավեն։ Հիմա բնականաբար այս մարդիկ, ովքեր շատ հեռու են սկզբունքային լինելուց, երկրի ինչ որ հարցերով խորապես զբաղվելուց, ինչ որ դրական փոփոխություններ եւ այլն, այս մարդիկ բնականաբար ինքնապահպանման բնազդով կընտրեն Նիկոլին։ Այսինքն իշխանություն ունեցողները եւ իրենց մտերիմ, ասենք ընտանիքի անդամները, հա, ինչ որ ընկերներ, մոտիկներ, հարևան, որ հույս ունի, որ նորից սա իշխանության լինի, իրեն էլ ինչ որ մի հատ բաժին կհասնի, հա, այդ մեծ բանից, հա, տորտից, որ դարձրել են Հայաստանը։ Այսինքն շահադիտական։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ինչ-որ ձևով, այո, ինչ-որ շահերով կապված են ուրեմն իրար հետ։ Դրա մեջ մտնում է նաև բիզնեսմեններ, բան որ հիմա փոքր մի մանր միջին։ Գիտեք ինչ, այո, դրանք էլ կարող է պատահի, ովքեր ասենք առ այսօր ինչ-որ ձևով լեզու են գտել, բայց գիտեք ինչ, դրանց տոկոսը ես կարծում եմ քիչ է, որովհետև այդ մարդիկ ուրեմն այսպես գործնական միտք ունեցող մարդիկ են։ Իրենք տեսնում են, որ Փաշինյան Նիկոլի հետ Հենց նոր փոխանցեցին, որ Սեյրան Օհանյանին բերման ենթարկել, դատարան բերման ենթարկելու որոշում են կայացրել, չէ, սա չգիտեմ ինչ է կատարվում։ Երևի վերադառնանք, հա։ Գիտեք, արդեն ոչ մի բան չի զարմացնում։ Արդեն մենք դատարել ենք զարմանալ։
Ուրեմն ինչ վերաբերում է բիզնեսի ոլորտի մարդկանց, գիտեք, ինչ իրենք շատ լավ տեսնում են, որ ասես մի հատ ժողովրդական արտահայտություն կա, հա, որ այդ մարդու հետ մատաղուտելու էլ չարժի հնարավոր չէ գնալ։ Այսինքն, եթե իրենք նույնիսկ առ այսօր, մինչև հիմա ինչ որ ձևով փոխհամաձայնության մեջ են եղել, հա, կարծես թե լավ հարաբերությունների մեջ են, իրենք հասկանում են, որ վաղը կարող է պատահի ամեն ինչ կտրուկ, հա, քնեն զարթնեն, ամեն ինչ փոխվի։ Եվ ես չեմ կարծում, որ այս մարդիկ ավելի շատ են։ Հետո երկրորդ շերտը, այն որ ես ասում եի, դեռ 18 թվից մի հատ մտել են մի հատ վիճակի մեջ ու չեն կարողանում դուրս գալ, հա, Նիկոլ Փրկիչ, Նիկոլ Աստված եւ այլն։ Հիմա սա փոքր շերտ է, որովհետեւ այս շերտից ուրեմն հոգեկան աշխարհը ուներ են ճկունությունը, մտածողությունը, այնուամենայնիվ լրիվ քարացած չէ, շատերը դուրս են եկել եւ հասկացել են, որ ուրեմն այդ իրենց դիրքորոշումը, այդ որ չգիտեմ փրկություն, չգիտեմ եւ այլն, դա սխալ է եղել։ Հիմա մի շերտն էլ էս մարդիկ են, որոնք եղել են կան, նույնիսկ ես կարծում եմ, որ սրանց հետ ինչ որ աշխատանք տանելը հատուկ առանձնապես արդյունավետ չէ։ Իրենք եղել են կան կմնան այդպես։ Այսինքն տեսեք, այս երկու շերտը, եթե նույնիսկ հիմա ուրեմն երկրորդ փուլ հայտարարվի, իրենք այնտեղ են լինելու, իրենք չեն գալու այստեղ։ Երրորդ խումբը, մեկը շահադիտական, մեկը մոլորված կամ աղանդավորական ինչ որ բաներ կա։ Այո, այսպես քարացած մտածողությամբ, հոգեբաններն ասում են ռիգիդ մտածողություն, երբ որ իրականության սահմանափակ մարդկանց ընդունակությունները, թե գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, նույնիսկ կարող է կրթություն ունեցող մարդիկ լինեն այստեղ։ Սա արդեն հուզական ոլորտի ինչ-որ փոփոխությունների քարացածության հարց է, որը թելադրում է նաև մտածողության քարացածություն։ Այս երկու շերտը պիտի հանգիստ թողել, որտեղ անհույս են։ Թողնենք, հա, իրենք այնտեղ են, ուզում է 10 անգամ ընտրություն լի, իրենք այնտեղ են։ Ինձ համար ամենահետաքրքիր շերտը երրորդ շերտն է։ Երրորդ շերտը ես պայմանականորեն անվանեմ այն մարդկանց, ովքեր հանրապետության հրապարակում էին Նիկոլի այս վերջին միտինգի ժամանակ։ Այսինքն, այսպես կոպիտ ասած, բերման ենթարկվածները։ Մարդիկ, ովքեր ուրեմն սպառնալիքներով, չգիտեմ ինչ որ խոստումներով, Աստված գիտի ինչով, բերել լցրել էին հրապարակ։ Եվ գիտեք ինչն է շատ հետաքրքիր, երբ լրագրողները իրենց ուրեմն այսպես միկրոֆոնները վերցրած մոտենում էին շատ հաճախ այդ մարդկանց, եւ դու տեսնեիր այդ մարդկանց պահվածքը, դեմքի արտահայտությունը, մի տեսակ խոճապային տրամադրությունը, դա շատ նման էր այն ուրեմն չարաճճի երեխային, ով ինչ որ մի վատ բան է արել եւ բռնվել է այդ վատ բանը անելու մեջ։ Ասենք նույն դպրոցի երկու աշխատող ասում էին, որ իրար չեն ճանաչում։ Նախարարության աշխատողը ասում էր, որ ինքը հացթուխ է, չէ՞, այդպեսի ուրեմն դեպքեր ունեին, կամ գիտեք խղճում ես մարդկանց շատ-շատերին, ուղակի խղճում ես։ Այս ինչու են մարդուն այսօրը գցել։ Ինչի են այդքան նվաստացրել, որ ասենք դպրոցի ուսուցչուհին, պոլիկլինիկայի բժշկուհին եկել են այստեղ եւ չգիտեն ոնց անեն, որ հանկարծ ուրեմն տեսախցիկները իրենց չֆիքսեն։ Այսինքն մարդիկ տեսեք ամաչում են, երբ է մարդը ցանկանում չնկատվել, հա, օրինակ ամոթի ապրում է, ինչ է, երբ մարդը ամաչում է։ Շատ են իրենք։ Գիտեք ինչ, սրանք մարդիկին, ովքեր մենք տեսանք, բավականին շատ էին, բայց այստեղ այս մարդիկ կայուն դիրքորոշում, իրենք կարող են նույնիսկ շատ դեմ են այսօրվա իշխանություններին, հա, բայց կայուն դիրքորոշում դեպի այսօրվա իշխանությունները վստահաբար չունեն, որովհետև ովքեր որ կայուն դիրքորոշում ունեն, մարդիկ մոտենում են, հա, լրագրողը մոտենում են, ինքը կանգնած ոգևորված իր կայուն դիրքորոշումն ասում, ահա, Նիկոլը փրկեց, Նիկոլն Աստված է, չգիտեմ ինչ է։ Հիմա այս մարդիկ խուսափում են, չեն ուզում Երևալ, այսինքն ամաչում են իրենց այդ վիճակում հայտնվելուց։ Ամոթի ապրում է, ինչ ապրում է, տեսեք տարբեր լեզուներում այդ թվում նաև հայերեն հետաքրքիր արտահայտություն կա ամոթից գետինը մտնել։ Ամաչող մարդն ինչ է անում, կծկվում է, ուզում է անհետանալ, ուզում է չերևալ, հա, տեսադաշտում չհայտնվել։ Այդ օրը հրապարակում հայտնված մարդկանց ճնշող մեծամասնությունը այդպիսին էր, բայց այստեղ կա վտանգ։ Գիտեք, այստեղ սկսում են աշխատել իմացական աններդաշնակության օրենքներ, այդպիսի երևույթ կա։ Այսինքն տեսեք, եթե դու ինչ որ պատճառով, ստիպողաբար, վախենալով, չգիտեմ, շահագրգռվելով, տարբեր պատճառներով մտել ես ինչ որ մի process-ի մեջ, քո վարքը արդեն փոխել ես, դու հակված ես
այդ վարկը պաշտպանել։ Սա կոչվում է ներքաշում։ Հա, օրինակ հոգեբանության մեջ այս ուրեմն գիտափորձերով ապացուցված բան է։ Նույնը գիտեք, այդ կրթությունը նորաձև է եւ այլն։ Մեկ տեսնում ենք այնպիսի մարդիկ էին նստած։ Մարդուն որ հարցնում ես, լսի դու ինչ գործ ունես այդտեղ։ Ինքը ինչ է, մարդը հակված է արտարանալու։ Այսինքն հույս կա այդ շերտը, եթե երկրորդ ընտրությունները, երկրորդ փուլինի այդ անձի անպայման։ Այս մարդիկ գիտեք հիմնականում կոնֆորմիստներն են, հարմարվողներն են, եւ նայած կշերքի, որ ուրեմն կողմը ավելի ծանր կլինի, իրենք նույնիսկ իրենց ներքին տրամադրվածությամբ, որովհետեւ վերջի վերջո կրթված մարդիկ են, չէ, կամ պարտադիր չի ինչ-որ կրթություն ունենալ, բնական իմաստություն ունեցող մարդիկ են, իրենք եթե վախեցել են ուղակի հարմարվողություն են հանդես բերել, իրենք տեսնեն, որ արդեն ինչ-որ եղանակ է փոխվում, իրենք կհայտնվեն այս ճամբարում։ Այնպես որ դա առաջին երկուսն են, հա, որ այսպես անհույս մոլորյալներ են կամ էլ շահադիտական նպատակներով։ Եվ մյուս շերտը մեր ուրեմն հասարակության, որը գնալով ավելի ու ավելի մեծանում է, սկզբում մենք քիչ էինք։ Ավելի ու ավելի մեծանում է, սրանք այն մարդիկ են, որոնք ռեալ իրատեսորեն հասկանում են սպառնալիքները, ինքնախապեյությամբ չեն զբաղվում կամ եթե զբաղվել են արդեն դադարել են, հա, ինքնախապեյության մեջ մնալ, որովհետև հասկանալի է, որ սա ինքնախապեյություն է, որը տանում է դեպի մահ, դեպի կործանում։ Գիտեք, ես որ նայում եի այս զինվորներին, որ ասենք տանում են այդպես, հա, ես չեմ բացառում, որ անցած ընտրությունների ժամանակ էլ զինվորների ուրեմն ձայները, բայց գիտեք, այս դեպքում ես հիշեցի անկախ ինձնից զուգահեռներ անցկացրեցի 18 թվականին, երբ դպրոցականներին էին հանում դպրոցներից, լսում էին փողոցները, դա իմիջայլոց հայտնի ուրեմն եղանակ է, հա, իշխանազավթման այդ գունավոր հեղափոխությունների եւ այլն։ Տեսեք ինչ են անում, երեխաներին լսնում են փողոց, ծնողը մեկ էլ հասկանում է, որ այս իրադրության մեջ երեխան չգիտես որտեղ է, ինչ է անում։ Դուրս է գալիս, հա։ Ինքն է դուրս, տեսեք, քա իսկ դա մեխանիզմ է։ Կրկնապատկվում, երապատկվում է, դա մեխանիզմ է, դա մեխանիզմ է։ Եվ ուրեմն այդ երեխաները մենք շատ լավ գիտենք, որոնք պարկում էին փողոցում, չէ, ուրեմն երթևեկություն էին դադարեցնում եւ այլն, այդ երեխաներին տարան բայրակթարների տակ ուրեմն ջնջխեցին։ Հիմա ես նայում եմ այդ զինվորներին եւ անկախ ինձնից տա Աստված ես խավեմ, մեղակ ես Տեր, հա, որ այսպես եմ մտածում, ես որպես զոհ եմ տեսնում, եթե իրենք հաջող են, այնպես որ ուրեմն այս շերտը բոլոր դեպքերում այդ ընտրության ժամանակ հեշտ կանգնածների շերտը, իրենք այս իմ ասած վերջին շերտից են եւ իրենք գնալով ավելանում են։ Հիմա նորից վախի մթնոլորտ, տեսեք, մենք տեսնում ենք, այսպես րոպեներ չեն անցնում, ինչ որ մի նոր մարդու անուն ենք լսում։ Վախի մթնոլորտը այո կարող է կոնֆորմիզմ առաջացնել, կա այդպիսի բան, հա, վախեցած մարդը կարող է հարմարվել նույնիսկ սկզբունքներին ինչ որ չափով դեմ գնալ, բայց գիտեք ինչ, եթե մենք տեսնում ենք, որ սպառնալիք են մեծ արհավիրքը, որը գալու է, շատ ավելի մեծ է, քան թե այն, ինչ ուրեմն ինչի այսպես դեմ առ դեմ կանգնում ես քո քաղաքացիական դիրքորոշում ունենալով ներկայացնելիս, ուրեմն այստեղ շատ մեծ տարբերություն է։ Իսկապես ահավոր մեծ սպառնալիք է կախված մեր երկրի վրա, մեր հայրենիքի, մեր առանձին մարդկանց վրա։ Առանձին մարդկանց վրա, մեր երիտասարդության, մեր երեխաների, մենք ասում ենք ապագա։ Ինչ ապագայի մասին է խոսքը, մեր ներկան մենք չգիտենք հիմա ինչ է։ Բայց ուրեմն պետք է հասկանալ, ես անպայման ուզում եմ ասել, Անժելա, շատ դժվար է, շատ դժվար պայքար է։ Ինչպես ասում են, թշնամին նենգ է, հա, ոչ մի բանի արչև կանգ չառնող է, բայց մենք պիտի հասկանանք, որ այս պայքարը ծանրագույն դժվար պայքար է։ Չի կարելի ուրեմն պայքարը կանգնեցնել, հա, բոլոր հնարավոր միջոցներով մենք պետք է այս ընթացքը կարողանանք կանգնեցնել, այս դժոխային ընթացքը պետք է պատրաստ լինենք պայքարի բոլոր հնարավոր ձևերով, բայց զգուշորեն, գիտեք, որովհետև ես շատ եմ լսում մարդիկ այսպես հուզականորեն ասում են պիտի փողոցները լցվենք եւ այլն, բան չունեմ ասելու, էդ էլ կարող է լինել, բայց եկեք մենք այնպիսի վիճակ չստեղծենք, որը Նիկոլի ու նիկոլականների սրտով է, այսինքն քաղաքացիական բախումը մեզ համար կլինի։ Կողմ է որ ժողովուրդը դուրս կուզենար որ դուրս գա։ Գիտեք ինչ, հակառակ դեպքում, եթե այս ճանապարհներով ինքը չի կարողանում,
Իհարկե ինքը մենք շատ լավ գիտենք, որ այս մարդը բաժանիր, որ տիրեսի սկզբունքով ապրող մարդ է, հա, այդ պղտոր ջրում ձուկ որսացող մարդ է։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք չափազանց զգույշ, ոչ թե վախկոտ, այլ չափազանց զգույշ, որպեսզի հանկարծ չհրավհրվեն բախումներ մեր ազգի 2.5-ի միջև, հա, ինչ որ մի մասը բախվի մյուսին։ Եվ ավելի շատ ես կողմնակից եմ, որպեսզի օրինական ճանապարհով, այո, գնանք երկրորդ փուլ։ Ճիշտ է, բայց ինքը կգնա, ինքը արդեն տեսա, որ արդեն ճնշում է պետք։ Այս ճնշումը ոնց պիտի լինի, պիտի փողոցով լինի։ Նորից եմ, այո, փողոցով, բայց շատ զգույշ ինչ որ խայծեր կուլ չտալ, պրովոկացիաների չգնալ։ Բայց ես պատկերացնում եմ, որ այո, պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա լինի ժողովրդական ճնշում, հա, այսպես մեծ լայն մասաներ պիտի հավաքված լինեն, որ իրենք հասկանան, որ բոլոր դեպքերում ժողովուրդը տերը իր քվեին։ Տերը իր քվեին, իսկ այդ քվեն ես ուրեմն համոզված եմ, որ այդ հավաքական ընդդիմության քվեն իսկապես մեծ առավելություն է։ Այո, եւ հավաքական ընդդիմությունը հաստատ մենք ունենանք հավաքական ընդդիմություն եւ կարծում եմ, որ որոշ ուժեր, որ ընդդիմադիր են ներկայացել, իրենք է կմիանան։ Հույս ունեմ։ Հնարավոր է։ Հույս ունեմ, որ իրենք էլ կմիանան, հնարավոր է։ Որակ հակի դեպքում վստահ եմ, որ այդպիսի հայտարարություն կլինի։ Հնարավոր է, ամեն մեկի իր ռեսուրսով, այո, լավ թե վատ շատ քիչ հիմա ես չեմ կարող այդ Հայկոյի մասին ասել, այդ մարդը սև ու սպիտակ բաժանող այդ անձնանցել կամ Գուրգեն ինչ էր անունը։ Տեսնենք կյանքը ցույց կտա։ Գուրգեն Սիմոնյան, Նիկոլի Արբանյակը, որ եկել էր ինչի համար պարզեր, այնտեղ կան մարդիկ չեմ ասում դրանք։ Կյանքը ցույց կտա, բայց գիտեք, ես այսպես շատ կուզենայի հորդորել մեր մարդկանց։ Հավատացեք այն մարդկանց, ում վստահել եք, ում տվել եք ձեր ձայնը։ Օրինակ ես որպես Հայաստանի քաղաքացի վստահում եմ ընդդիմադիր ուժերին։ Վստահում եմ եւ գիտեք ինչ, հիմնականում իհարկե ես ունեմ, ասենք ավելի այսպես առավելություն մի քիչ Հայաստան դաշինքը, թեկուս Հայաստան դաշինքը, նաեւ ուրեմն ուժեղ Հայաստանը մասնավորապես ես հավատում եմ այս միացյալ համագործակցության հաջողությանը նաև հետընտրական շրջանում եւ վերջապես մենք ազատված կլինենք իշխանություններից, այսպես իմ տեսլականում լավագույնը այս երկու ուժերի համագործակցությունն է, որը տեսնում ենք, բայց նաև սարսափելի բռնաճնշումների տակ է Բարգավաճ Հայաստանը, սա չտեսնել քիչ կարելի հայտարարք ունի եւ այս ընթացքում ինչ որ արվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առհասարակ Բարգավաճ Հայաստանի, Մայր Հայաստանի, որ միացել սա բարիսպոն իմաստով տերորը 37 թիվը ինչի մարդիկ են կանգնած ընդդիմության ուրեմն առաջին շարքերում, ես հավատում եմ իրենց ուրեմն ընդդիմադիր կեցվածքին, իրենց իմաստնությանը, իրենց հայրենասիրությանը եւ գտնում եմ, որ գիտեք, եթե ինչ որ մի բանից մենք ասենք հիասթափվում ենք, ինչ որ մի բան է չի կարելի, մենք վստահենք այդ մարդկանց, գնանք, ես վստահում եմ եւ գնալու եմ այդ մարդկանց ետևից։ Հատկապես որ Նիկոլը ինչ արձանագրեց կամ մենք ինչ արձանագրեցինք Նիկոլի հետ կապված ինչ ունի եւ ինչքան ձայներ ունի, ինչպիսի աջակցություն ունի Նիկոլը։ Դե գիտեք ինչ, մենք արդեն ոնց չունենք այսքան հայտարարակ խախտումներից հետո։ Գիտեք, ես կարծում եմ, որ եւ դա միայն իմ գնահատականը չի, շատ լուրջ այսպես հետազոտական գնահատականներ են, լավագույն դեպքում 30-ին մոտեցող, 30%-ին մոտեցող։ Իսկ սա նույնիսկ այս պայմաններում շատ է, հա, զարմանալի է, որ այդքանը կա, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մինչեւ 30% համոզված հա, այս իշխանությունը պահպանողները մի այդքան, բայց կյանքը լրիվ ուրիշ բան է ցույց տալիս։ Մարդկանց վախի մթնոլորտը հիմա սրանց միակ ձենքն է, հա, վախեցնել եւ այնպես անել, որ մարդիկ հարմարվեն, բայց հարմարվեն ինչին, հարմարվեն ուրեմն Թուրքի, այսպես մուտքին Հայաստան։ Գիտեք, այդ որ ասում են 300,000 ադրբեջանցիների մասին, չգիտես ինչու, ինձ թվում է մոռանում են, ես շատ լավ հիշում եմ, երբ առաջին անգամ այդ մասին խոսակցություն եղավ, Ալիևը հայտարարեց եւ այլն, ինքը ասաց, որ այդ 300,000-ը մենակ չեն գալու են իրենց ոստիկանությամբ, հա, ուղեկցությամբ, որպեսզի այդ մարդկանց իրենց քաղաքացիներին պաշտպանված, հա, պաշտպանեն։ Այնպես որ սպասենք, եթե ամեն ինչ գնա այս ճանապարհով, հա, որ իշխանությունը մնում է նորից սրանց ձեռքին, սպասենք ոչ միայն 300,000-ից, սպասենք ավելիին եւ սպասենք նաեւ Ադրբեջանի ոստիկանությանը մեր մայրաքաղաքում, այո, ինչու՞ չէ, նաեւ մայրաքաղաքում, ոչ միայն Սյունիքում։
Հիշում ենք, որ ինքը ասում էր, եթե 300,000 հայ դուրս գա, ես պատրաստ եմ գնալու։ Հիմա կես միլիոն ընտրող մերժել է իրեն, մարդը բոլոր կեղծիքներով շարունակում է մնալ իշխանության գլխին։ Այդ տիպի ուրեմն խոստումները, չգիտեմ բաներ, ուղղակի չի կարելի լուրջ ընդունել։ Չեմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ես կալանավորված եմ, երևի կայցելեն դատարանի բակում, ասել է Սամվել Կարապետյանը, եւ շատ լավ ճիշտ կլինի, որ այցելեն, լավ է, որ այդ տանը փակված չի, ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ, 4 ամսում դառանք հաղթողուշ, մի քիչ համբերեք, մենք հիմա գնում ենք սահմանադրական դատարան, անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով, Փաշինյանին հեռացնելու, սա է լինելու մեր քայլը, առաջարկում եմ 2 պայման, նոր ընտրություններ, երկրորդը երկրորդ փուլ, այսպիսի առաջարկ է արել, ուրեմն ինչպիսի իրավիճակ է հիմա ԿՀ-ի դիմաց, օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս եւ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ, մենք Փաշինյանի հետ կարող ենք միայն մեկ խոսակցություն ունենալ, իր հեռացման պայմաններն են, հայտարարել է ԲՀԿ-ից падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բողոքում է ԿՀ-ի կողմից 2 տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկման պատճառով։ Սա միայն 2 դուք պատկերացնում եք, եթե ողջ հանրապետությունով մեկ սա բացահայտ որ եթե ամբողջը բացահայտվի, հա, բոլոր տեղամասերը, այնտեղ արդեն տասնյակ հազարների մասին կլինի խոսքը։ Չէ, նաև են բացահայտումները, որ զինվորականները տարբեր տեղերում խախտված ժամանակահատվածում գնացել են եւ ընտրությունները կամ ինչ-որ տողեր են թռել, շատ հետաքրքիր թռչող տողերի լույսեր անջատել են այդ ընթացքում, ինչ է տեղի ունեցել։ Բազմաթիվ քաղաքացիներ են դիմել, որ իրենց տան վրա տեսել են այլ մարդկանց գրանցումներ, մեր խմբագրություն զանգարել էին մարդիկ, ես ուղղակի ինչու հետամուտ չեղա, որտեղ տեսա, որ եւ ուժեղ Հայաստանը համակարգով այդպիսի խորհուրդ է ստեղծել եւ ասում են մեզ դիմեք, ես էլ ուղղորդեցի իրենց այնտեղ, մեզ զանգարել, ասում էին, որ մահացած անձինք ունենք տանը եւ այդ անձանց անունները ցուցակներում շարունակում են մնալ։ Սա այն ամենամեծ բաներն է, որ տեսնում ենք եւ ամենասարսափելին անշուշտ 700 հոգու ձերբակալություններն են եւ լուսաբացի բոլոր շտաբի ղեկավարներին, սա աբսուրդ է, չկա այսպիսի բան, եւ աֆրիկյան երկրներում այսպիսի սարսափելի բաներ տեղի չեն ունենում։ Սա է իրավիճակը, մենք ունենք այսպիսի դաժան պատկեր, բայց երևի պիտի շարունակենք կոչ անել, որ պայքարը շարունակվում է, հուսահատվել չի կարելի, տեսեք ինչ արագ փոփոխություններ են լինում, հա, պետք է գնալ վստահել ու գնալ ընդդիմադիր առաջնորդող մեզ մեր եւ երեկվա ինֆորմացիան էլ հետաքրքիր էր, որ հրապարակներ գրել, չնայած Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների արդյունքներին դեռ ճշտվում են, պարզ չէ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան թե ոչ, սակայն մի բան փաստ է, որ անկախ փոփոխություններից ԲՀԿ-ն չունի եւ չի կարող ունենալ սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար չի կարող օրինակ կատարել Բաքվի տնային աշխատանքները, սահմանադրությունը փոխելու հարակվեն անունել վերաբերյալ այս փաստ անհանգստացնում է, անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, ավելին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է գրվել սառույցին, ընդգծենք, որ խաղաղության պայմանագիրը սա նշանակում է նոր սահմանազատում, նոր տարածքների հանձնում, ադրբեջանցիների բերել, մեղրու հանձնման մասին է խոսում, Ադրբեջանը հայտարարեց, չէ, որ Փաշինյանի հաղթանակը Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղթանակն է, իրենց արտգործ նախարարի մակարդակով հայտարարել են, ել մեզ ինչ է պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Շատ լավ փայլուն աշխատանք կատարեց Հայակվեն, ես հիմա այստեղ փոքրիկ բան է ուզում եի սա ցուցադրել, կամ լսենք երևի ճիշտ կլինի, ուրեմն Իրանցում, տեսեք ինչ է ներկայացնում, իբրև թե մարդիկ համաձայն են, որ այն ինչ որ տեղի է ունենում, հատկապես իրանցի ժողովուրդ բնակիչ, բայց արդյունքում 600 հոգի է քվեարկել, որովհետև 400 զինվորական է քվեարկել, մենք բացում ենք արցիկները, նայում ենք 420, Նիկոլը դա արել է, որ PR-ի, որ տեսեք իրանցիները երջանիկ են, այս երևանցիներն են, որ քիթները խոթում են իրանցի գործերին։ Իրականում իրանցիները մերժել են Նիկոլին, եւ այդ քվեները եղել են զինվորների եւ ոստիկանների քվեարկությունները։ Նորից շատ կարևոր էր, ուրեմն Իրանցում Իրանցում կա 200 բնակիչ,
բայց արդյունքում 600 հոգի է քվեարկել։ Ուրեմն Այս 400 հոգի հոգի հետևություն անել։ զինվորականների բան եւ Կիրանցի մասին էր, չէ՞ Մարիամ բանը Գեգամ Նազարյանը շնորհավորել, ասել, ատել էս Վարդուն կանդրադառնալ։ Դե թույլտվությամբ ես ուզում եմ այստեղ մի ուրեմն հետևություն անել, ընդհանրացում անել։ Գիտեք ինչ, մեր թշնամու եւ ներքին եւ արտաքին թշնամու հիմնական նպատակներից մեկը մեր ինքնագնահատականը զրոյացնելն է, հա, մեզ նվաստացնելը, որպեսզի մենք ինքներս ասենք լավ էս ինչ ազգ ենք, հա, Իրանցի ժողովուրդը ոնց է գնացել։ Դե նաև ներքին թշնամին է, չէ՞, դա անում որ մենք ասենք ոնց։ Այսինքն եկելա քո հողը տարելա, քո սրբավայրը, դու չես կարող գնալ, քո գլխի վրա, քո երեխայի դպրոցի վրա ավտոմատը զենքը պահել է, բայց ես գնում եմ Թուրքիա։ Եվ հիմա տեսեք, այսինքն մենք տանը նստած լսում ենք, որ ասենք Իրանցի ժողովուրդը Փաշինյանին է, հա։ Հիմա Փառք Աստծո պարզվում է, որ սուտ է, բայց դու ինչ ես մտածում, հա, մարդիկ ինչ են, ասում են լավ էսի ժողովուրդ ենք, էս ինչը ազգ ենք, հա, կարող է սրան ենք արժանի, այսինքն իջեցնում են մեր հավաքական ինքնագնահատականը եւ Փառք Աստծո, որ այսպիսի բացահայտումներ արվում են, ներկայացնում են, որ եթե տարբեր տեղերից այսպիսի բացահայտումներ մենք կարող ենք եզրակացություն անել, որ սա մասսայական է եղել։ Այո, այսինքն մեր ժողովուրդը այդ նվաստ ուրեմն հավաքականությունը չէ, ինչպիսին մեզ ուզում են ոչ միայն դարձնել, այլև ներկայացնել։ Այո։ Եվ հավատանք հույսով, որ չհանձնվել, շարունակել պայքարել։ Հանձնվելը մահ է, պետք է շարունակել պայքարել, վստահելով մեր առաջնորդներին։ Գեգամ Նազարյանի կերպարի մասին ինչ կարող եք ասել։ Գիտեք ինչ, մարդ, որ որդուն կորցրեց 44 օրյա պատերազմում եւ հանրահավաքներից մեկի ժամանակ ասեց. «Նիկոլ, դու ես սպանել իմ ապկարին», եւ հետո կանգնեց ասեց անցան տարիներ ինչ որ համագործակցության եզրեր գտավ Հայաստան դաշինքից այսպես գիտեք ես այսպես մտածում եմ որ նախկին նիկոլական չի լինում երևի հա ինքը նախկինում Նիկոլի թիմից է չէ եղել հետո Էնգլխից հա բացի դրանից գիտեք մարդկանց կյանքում քիչ է պատահում բայց լինում են հա այդպիսի պերիպետիաներ են կոչվում որ տեսեք ինքը ես կարծում եմ որ այսպես է մտածել հա բնականաբար ես չեմ կարծում որ իր որդու մահը իր համար ուրեմն դա սուկ չի եղել վիշտ չի եղել եւ այլն բայց գիտեք ինչ մարդը մանավանդ բարոյական հասունության ցածր մակարդակի վրա գտնվող մարդը սկսում է հարմարվել իրական Իսկն անբարոյական մարդը այո բարոյական հասունության տարբեր մակարդակներ կան սկսած բարոյական տհասությունից մինչև սրբերի մակարդակը հիմա գիտեք ինչ ինքը սկսում է ադապտացվել այդ վիճակին ասում են որոշակի ժամանակահատված ինքը հավանաբար մտածում է դե հիմա տղաս չկա մահացել է հետ չես բերի հա հիմա լա մի հատ մտածեմ իմ մասին հա դա տեսեք ինչ հեռանկարներ են բացվում հա չնայած ինքը հայտնվել էր մի տեղում հա ցավոք սրտի մեր առաջնորդների սխալի պատճառով սխալ ընտրություն կատարելու պատճառով հա հայտնվել էր ասենք պարլամենտում ինքը պարլամենտում դրանից ավել ասենք ինչ էր պետք չէ մարդու ախորժակը ուրեմն սահմաններ չի ճանաչում ես կարծում եմ որ ինքը իր համար նոր ինչ որ ցանկալի հեռանկարներ է տեսել հա այս դիսկուրսման մեջ, այսպիսի վարք դրսևորելու մեջ պատահում է, որ մարդը կարող է փոխվել կամ գուցե հիմքը հենց այդպեսին էլ եղել է սկզբից եւ այդ ինչ իմանաս ամենայն դեպս մարդկանց ինչ որ մարդիկ տարբեր են լինում ասում եմ Աստված մեկ է ստեղծածը 1000 կարող են լինել նաեւ Գեգամ Նազարյաններ էլի կարող են լինել այդ Գեգամ Նազարյան չեն են մայրերը որ ասում է տղաս զոհվել է բայց կարևորը դու կենթանի ես էլի այդ տեսակն է չէ մարդու կամ գնում ասում է տղաս ընտանիքից երկու հոգի զոհվել են ասում է բայց քեզնից շնորհակալ է Գեգամ Նազարյանը հավաքական բան այո Գեգամ Նազարյանը եկեք մենք որպես ինչ որ մի հատ հավաքական կերպար ինչ որ մի հատ շերտի հա բարոյական որոշակի ուրեմն կերպար ունեցող որոնք կան չպետք է մենք աչք փակենք կան նաև այդպիսի մարդիկ Շնորհակալություն